Արև միացի ունախ չկա անուն ասա, էլի։ Ինչի։ Դե հանձնարարել են ինչ-որ հորին եմ բան գրեմ, մտածում եմ հետաքրքիր անուն ա պետք։ Ման է։ Շատ տարածված է։ Ուրիշ։ Դե ուրեմն Օլյա։ Հա, այդ մեկը Սիրուն ա։ Համ էլ տարածված չի։ Գիտես, մեր դասարանի աղջկա անունը ասեցի։ Ալին ինչ եղավ։ Չէ, նորմալ ա, լավ եմ։ Պես մերոնք երբ են գալու։ Հոգնեցի ես մենակությունից։ Ալին մի քիչ էլ համբերի, կհասնեն։ Ալին լավ ես։ Չէ, արև։ Ոնց որ շունչս կտրվում։ Ալին։ Պապ։ Էլիս։ Պապ։ Ալիս ինչ ա եղել, մի հատ հանգստացի, ինչ ա եղել, ինչ ես գոռում։ Պապ, Ալինան ա վատացել, արի գնանք իրա մոտ։ Ալինա, բալես լսում ես ինձ։ Ալինա։ Էլիս։ Նորա։ Ով կա ստեղ։ Բոլորիքով եք իստեղ պահում, ով կա ստեղ ասում եմ։ Մի րոպե եկեք։ Ես ձեր Ալինա, լսում ես ինձ, բալես։ Բալես մի բան ասա, խոսա։ Ալինա, բալես չվախենաս, ամեն ինչ լավ կլինի։ Երեք օրում ես հիշում ես, չէ՞։ Բայց մի տեսակ արդեն փոշմանել եմ տվածած ժամանակի համար։ Ես ինձով ավելի լավ կհասնեմ ուզածս։ Մի տեսակ քո հույսին մնալ չեմ ուզում։ Ով է։ Արշակն է, չգիտեմ ինձ ինչի է զանգում։ Պատասխանը իմանանք։ Չէ, չեմ պատասխանելու, մենք իրար հետ խոսալու ոչ մի բան չունենք։ Էլիզա, Արշակը քեզ անիմաց չէր զանգի, կարող է ինչ-որ լուրջ բան ա եղել, պատասխանի։ Դու ասացի չեմ պատասխանելու։ Արշակոպար։ Դո։ Էլիզա հետը սա ուղղակի հարմար չէր տեղը, որ պատասխաներ, ինչ ա եղել։ Լսի, երկար բարակ խոսալու ժամանակ չունեմ։ Ալինային եմ բերել հիվանդանոց, շուտ հասեք։ Ոնց երեխեն վատ ա։ Ես չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե այդ պայն արևի հետ խոսալուց չլիներ ու ես չիմանայի։ Ինչ ա եղել է դու։ Լավ, Արշակոպար, գալիս ենք, նույն հիվանդանոցում եք։ Հա, շուտ հասեք։ Ինչ ա եղել է դու ասա։
Ալինան ավատացել, Արշակը հասցրել է հիվանդանոց։ Ոնց Ալինան է վատացել։ Էլիս հանգստացի, հիմա ամեն ինչ նորմալ է, կարևորը հասցրել է տեղ։ Էդ ինչն է նորմալ։ Քուրս մենակ ա եղել տանը վատացել է, ասում ես նորմալ է, պիտի արեք հիվանդանոց գնանք։ Էլիս վերջ հանգստացի, նորմալ է, կգնանք, կհասցնենք։ Էդ ես եմ մեղավոր, չպիտի մենակ թողեի։ Էլիս հիմա նես մի արա, հա, որ ես էլ ինձ վատ զգամ, խնդրում եմ, մի արա։ Արի գնանք։ Ալինա։ Ալինա։ Ինչ ես դուրը բաց թողել։ Քեզ չեմ ասել, որ տանը մենակ ես լինում դուրը բաց չթողնես։ Ալինա։ Չես լսում։ Թամարտատ։ Բարև Թամարտատ, Էլիզը տանն է։ Չէ, ոչ ոք տանը չկա։ Ալինան էլ չգիտեմ ուր ա գնացել, դուրն էլ բաց ա թողել։ Իսկ երբ ա գալու, շատ կարևոր բան պետք է ասեմ։ Ինչ ա եղել, Հասմիկ։ Ինչ ես տենց վախեցած, ինչ ա եղել։ Թամարտատ նորեն կալանավորեցին։ Ինչ ա եղել, ոնց է Ալինան։ Էլիս հանգստացի, բժիշկը դեռ դուրս չեկել, ես էլ չգիտեմ։ Բայց ինչ վիճակում էր, որ դու տեսար։ Արիվի հետ խոսում էին ու տենց վատացել է։ Հա, ես էդ գիտեմ, դու իմ հարցին ուղղակի պատասխանի, ուշա գնացել եղել։ Չէ, ուղղակի շատ թույլ է եղել։ Ոտքի վրա չէր կարողանում կանգնել, հազում էր, ես էլ միանգամից բերեցի հիվանդանոց։ Էլիս հանգստացի։ Ամեն ինչ լավ կլինի։ Ոնց է Ալինան բժիշկ։ Փառք Աստծո, հիմա լավ է, վտանգն անցել է։ Կարելի է ասել Արշակը փրկել է Ալինայի կյանքը։ Եթե մի քիչ էլ ուշ հասներ հիվանդանոց, բարդ խնդիրների առաջ կկանգնեինք։ Իսկ ոնց է գիտակցությունը տեղն է։ Հա, լավ է։ Հանգստացնող ենք ներարկել, մի քիչ էլ կքնի ու ավելի լավ կլինի։ Տեսար էլիս, որ ասում էի ամեն ինչ լավ կլինի։ Ապրես Արշակոբար, դու որ չլինեիր, չգիտեմ։ Դու ջան, ես էլ էի վախեցել, շատ էի վախեցել։ Չգիտեմ, շունչս պահած հիվանդանոց եմ երեխուն հասցրել, ամբողջ ճանապարհին աղոթել եմ, որ ամեն ինչ լավ վերջանա։ Էլիս ջան, ես տեսնում եմ, որ դու տանջվում ես, ուզում ես ինչ-որ բան ասես ինձ, բայց դու հանգիստ եղի։ Ես քո շնորհակալությանը չեմ սպասում, ով է լիներ իմ փոխարեն, նույն բանը կաներ։ Նենց վատ ես քեզ պահում, մարդը միանգամից զգում է։ Ինչ անեմ է դու չի ստացվում։ Այս մարդուն մի լավ բառ ասել իմ մոտ չի ստացվում։ Հա, ես հասկանում եմ, որ շատ լավ բան արել, որ քրոջս կյանքն է փրկել, բայց չեմ կարողանում այդ ինչ անեմ։ Լավ, մի խոսքով փակենք թեման։ Այսինքն, կռիվ արել ու դրա համար կալանավորել են։ Հա, Հասմիկ ջան, զանգի Էդոյին թող մի բան անի։ Շուտ արա զանգի։ Ալո։ Էդ, խնդրում եմ քեզ մի բան արա, հա, նորոյին են կալանավորել։ Ոնց կալանավորել են։ Ինչի համար։ Հա, մեզ միասին կանչել էին ու հարցեր էին տալիս։ Նորոն վիճեց ու տենց քննիչ ասեց, որ գան տանեն մեկուսարան։ Էդո խնդրում եմ քեզ մի բան արա։ Լավ ես մի քանի ժամվա մեջ ինչքան բան եղավ։ Ալինան էլ ստեղ է վատացել, հիվանդանոցում ենք։ Ինչ։ Հա, բայց հիմա վիճակը լավ է արդեն։ Մի խոսքով լավ հաս, ես մի բան կանեմ։ Ինչ ա եղել, ինչ ա եղել, ասա, ինչ ա եղել։
Թամարտատ Ալինան ա վատացել ու հիմա հիվանդանոցում են։ Հանգստացի, Թամարտատ, խնդրում եմ քեզ։ Ամեն ինչ լավ ա, վտանգը անցել ա, հանգստացի։ Ոնց Ալինաս տունը մենակ վատացել է ու տարել են հիվանդանում։ Լանա խանութից մենակ հաց էի, չէ առնել, ուրիշ բան պետք չի։ Բարև։ Սա քեզ։ Այն օրվա իմ պահվածքը շատ սխալ էր։ Փոշմանել եմ։ Կլինի գնաս, ես քո հետ խոսել չեմ ուզում ու այս ծաղիկները լրիվ ավելորդ են։ Ասեցի, ես փոշմանել եմ իմ այն օրվա պահվածքի համար, դրա համար էլ ծաղիկներ եմ բերել, որ քեզից ներողություն խնդրեմ։ Դե լավ ա, որ հասկացել ես։ Հա, դա մանկոցի մոտ լավ է ստացվել։ Մագդա, ես չգիտեմ դու ինչ ծաղիկներ ես սիրում, բայց ինձ թվում է քո պես սիրուն, պուպուշ, լավ աղջիկը բոլոր ծաղիկների հանդեպ ունենալու է թուլություն։ Նայ, ինձ թվում է դու չես ուզի, որ այս ծաղիկները դրսում մնան, թոռում են, նեղվեն, գիտես ծաղիկներն էլ ունեն հոգեբանություն։ Իրանք նեղվում են, որ մենակ են մնում։ Այս փաստորեն մարդու հոգեբանությունն էլ ես հա ուսումնասիրել։ Չէ, ինչի։ Դե հենց հիմա դու հոգեբանական ճնշում ես գործադրում։ Ինչի քո հանդեպ կլինի ճնշում գործադրել։ Ավելի լավ է ես ավտոյի տակ ընկնեմ, քան քո հանդեպ ճնշում գործադրեմ, հավատա։ Ինչ կտրուկ ես օրինակներ բերում։ Դե նայ, կտրուկ եմ օրինակ բերում, որ հասկանաս, որ ես փոշմանել եմ, ես նեղվել եմ։ Այս ծաղիկներն էլ բերել եմ, որ մի քիչ թեթևանամ։ Այսքան շատ չէ, այսքան թեթևանամ։ Ես չեմ ուզում այս ծաղիկները։ Մագդա, պարտադիր պետք է գոռամ ասեմ, որ ես փոշմանել եմ։ Գժվել ես։ Եթե այս ծաղիկները չվերցնես, ես իմ ասածը անելու եմ։ Գոռալը չէ։ Գնալու եմ բոլորի դռները հատիկ-հատիկ թակեմ, ասեմ, որ ժողովուրդ, ես փոշմանել եմ, որ Մագդային նեղացրել եմ ու ինքը նեղվել է ինձնից։ Լավ, ասենք թե բոլորը իմացան, այդ քեզ ինչ ա տալու։ Դե ինձ թվում է ամեն մեկը մի խորհուրդ կտա, հարցը կլուծվի, չէ։ Վերջ։ Չէ։ Հիմա ինչ։ Էս էր մեզ մնում պակաս։ Իդեալական կյանք ունենք, հա, վատ նորության պակաս չկա։ Մնում էր նորոյին կալանավորելը։ Ես արդեն փաստաբանին զանգել եմ, մենեզին քեզ հարցով զբաղվում է։ Չէ, ես զգում եմ այս պատմությունը շատ հեռուն է գնալու։ Ես զգում եմ այս պատմության համար նորոնա պատասխան տալու այդ։ Էլիզիքս փորձել ես ավելի լավ բաներ զգաս։ Կարում ես, թե չի ստացվում մոտդ։ Հետո մի հատ ինձ նայի, մի հատ իմ ապրած կյանքը նայի։ Ես ոնց լավ բան զգամ, հա։ Ոնց։ Կարաս ինձ մի հատ բացատրես։ Ես արդեն կորցրել եմ իմ հավատը, իմ կյանքի հանդեպ, իմ հանդեպ, յուրաքանչյուր լավ բանի հանդեպ։ Էլիզ։ Քեզ այս վիճակը չի սազում։ Քեզ չի սազում այս խեղճացած վիճակը։ Հավաքի քեզ խնդրում եմ։ Արի սպասենք բժիշկ գա, տեսնենք ինչ ենք անում, թողնում ենք Արինային հիվանդանոցում, թե տուն կարանք տանենք։ Լավ։ Ուզում ես ասես, որ չես նեղացել, չէ։ Չէ, չեմ նեղացել, բայց էլ չհամարցակվես, հա, հետս տենց խոսել։ Լսում եմ։ Էս ինչ պաշտոնական էր։ Ոչինչ։ Լավ, ես արդեն գնամ։ Մագդա, չեմ ուզում համբերությունը չարաշահեմ, բայց որ մի հանդիպում էլ խնդրեմ, կարողա չմերժես։ Կմերժեմ։ Կարեն ինչ ուներ ինձ հետ խոսելու, արդեն հանդիպել են, կարաս ասես։ Էդ ինչ գիտես դու, որ բացի քեզնից ուրիշ ոչ մեկը չգիտի։ Եթե հիմա չասես, ես մտածելու եմ, որ ուղղակի քեզ հանդիպման պատճառ էր պետք։ Բժիշկ հիմա ոնց է Ալինայի վիճակը, կարիք կա հիվանդանոցում մնալու։
Ալինայի վիճակը շատ լավ է, մնալու կարիք չկա։ Ես մի քանի դեղեր կնշանակեմ, թող նույն ժամին խմի, մինչև տեսնենք Գերմանիայից ինչ պատասխաններ կգան։ Այսինքն Արշակը Ալինայի թղթերը վերցրել է Գերմանիա ուղարկելու համար։ Ինձ թվում է դա մեծ օգուտ կտա մեզ համար։ իսկ կարելի է իմանալ ինչի եք Ալինայի թղթերը տվել անծանոթ մարդու առանց մեզ զգուշացնելու։ Էլիս, Արշակը վատ մտքով չի վերցրել ու ինձ թվաց, որ խնդիր չի լինի։ հանգիստ եղեք բժիշկ ջան, խնդիր չի լինի։ Էլիս, լավ ամոթ է, ինչ ես բժշկի հետ տես խոսում։ Այդ մարդուն ինչի է թվում, որ եթե ինքը մեզ օգնել է, ուրեմն ամեն ինչ իրա որոշելով պետք է լինի ու ամեն ինչի կարա խառնվի։ Էլիս, Արշակը առեսից օգտվող մարդ չի։ Երևում է այդ, զգացի արդեն, բա ինչ անում հիմա։ Օգնում է Էլիս, ընդամենը հասարակ մարդկային օգնություն։ Չեմ ուզում հիմա դրա մասին խոսանք։ Ինչի։ Որովհետև ճիշտ էի, չի ասում։ Քեզ ուղակի հանդիպման պատճառ էր պետք։ Թե ինչ պետք է անծանոթ մարդի իմ կյանքի մասին իմանա, որ ուրիշ ոչ մեկը չգիտի։ Այն պարագայում, որ ես թաքցնելու ոչ մի բան չունեմ։ Չէ, որովհետև հիմա ժամանակը չի։ Ժամանակը կգա, կիմանաս։ Տես նորից նենց ես անում, որ իմ հետաքրքրությունը շարժես։ Իսկ ստացվում է։ Չէ, ես շատ կուզենայի, որ քո նման աղջկան հետաքրքրեի, բայց Կարեն, դու չէ, այլ խոսքերդ։ Դրանք տարբեր բաներ են, արի չխառնենք։ շատ լավ նոտայի վրա էինք հասել, գիտես։ Այն էլ իմ կյանքի գնով։ Բայց քո խոսքերով ամեն ինչ փչացրեցիր։ Որովհետև ուզում եմ հասկանամ ով ես ու ինձ ինչ ես ուզում։ Մենք մի անգամ ենք պատահական հանդիպել ու դրանից հետո դու միշտ կաս։ Կամ, որովհետև դուրս եկել ես։ Որովհետև սիրել եմ քեզ։ Կլինի քեզ ուրիշ հետաքրքրություն գտնես։ Լավ։ Խոսանում եմ, էլ իմ հետաքրքրությունների մասին չեմ ասել։ Ուղղակի արի մնանք շատ լավ ու հասարակ ընկերներ։ Կլինի։ Բայց քեզով ասեց, որ մենք ընկերներ ենք։ Չենք։ Հավատա, ես շատ լավ ընկեր եմ։ Երբ զանգես, հասանելի եմ լինելու, պատասխանելու եմ, աշխարհը շուռ եմ տալու։ Հետո աստղերի մասին մոռացար։ Չէ, չեմ մոռացել, ուղղակի դու շտապեցիր։ Ասում էի աստղերին արդեն։ Կարեն, կլինի քո ճանապարհը շարունակես ու թողես ես էլ իմ գործերին հասնեմ։ Եթե խոստանաս, որ կմնանք լավ ընկերներ, հա, կթողեմ։ Ասեցի, որ չեմ խոստանում։ Դե ես էլ չեմ թողում, որ գնաս։ Կարեն, Ջան։ Լավ, խոստանում եմ։ Խոստանում եմ, էլ չեմ ասի, որ ինչքան սիրուն աղջիկ ես։ Չեմ ասելու, որ աչքերիդ շատ սիրուն է։ Չեմ ասելու, որ քո աչքերից աշխարհում ոչ մեկը չունի։ Չեմ ասելու, որ արդեն մեր խոսակցությունը շատ է երկարում։ ուրեմն խոստացի։ Խոստացի։ Լավ։ Խոստանում եմ, բայց սրանից հետո էլ իմ հետևից չգաս։ Էլիզը չի կարող իր ապրումները թաքցնի Արշակոպր։ Ես էլ չգիտեմ այդ մարդուն ոնց բացատրեմ, որ դու իր վատը չես ուզում։ Նորմալ է այդ ջան, ես արդեն սովորել եմ։ Մի կարևոր Ալինայի առողջությունն է։ Բայց իրանք ուզեն թե չէ, ես զբաղվելու եմ այդ երեխու հարցով։ Ես չեմ կարող ձեռքերս ցալած նստեմ։ Ապրես Արշակոպր։ Իսկ թվում է օրերից մի օր կհասկանաք իրար։ Չգիտեմ կգա այդ օրը թե չէ։ Բայց ամեն դեպքում ես հիմա էլ եմ պատրաստ այդ երեխու համար ամեն ինչ անեմ ու կանեմ։ Իսկ ինչ վերաբերվում է Էլիզին, չէ։ Ես Էլիզից չեմ նեղանում։ Իրավունք էլ չունեմ։
Գիտես ինչ, ես նորոյին զանգեցի, չէր պատասխանում, ինքը դեռ չգիտի, որ Ալինան հիվանդանոցում է։ Արշակոպար նորոյին կանանավորել են էլի։ Ոնց։ Ինչի համար։ Հիմա ոնց ես Թամարտոտ, վախացրեցիր ինձ։ Ես լավ եմ։ Ես հեչ։ Դու ասա տեսնեմ երեխեքիցս ինչ կա։ Ինչ իմացար, ոնց են։ Խոսել եմ Էլիզի հետ, ասաց, որ Ալինային մի ժամից տուն կբերեն։ Չես խափում։ Չէ, ինչի պետքա խափեմ։ Բժիշկն ասել է, որ ամեն ինչ լավ է, վտանգն անցել է արդեն։ Բանորոս։ Չգիտեմ։ Էդոն ասաց, որ մի բան կանի։ Մեզից մնում է մենակ սպասելը։ Հոսիվ եմ շնչում, շնչս կտրվում է։ Իմն էլ Թամարտոտ։ Ես եթե չկարողացա նորոյին օգնեմ, կխելագարվեմ։ Ես ոնց ես նորոյին սիրում։ Ումա պետք։ Նորոյի համար մեկ է Թամարտոտ։ Ես արդեն մտածում եմ, որ էլ երբեք միասին չենք լինելու։ Այդպես մի ասա։ Ուղղակի նորոն շատ բարդ բնավորություն ունի։ Բայց որ մեկին սիրում է, ամբողջ կյանքում չի մոռանում։ Ուզում եք ասել, որ ինձ չի մոռանա։ Ուղղակի պետք է մի քիչ համբերատար լինես, եթե իհարկե ուզում ես, ցանկություն ունես։ Չեմ հասկանում, այդ տղեն էլ է հետաքրքիր։ Ինչի է վիճել քննիչի հետ։ Նորոն ես վերջերս իրան լրիվ կորցրել է Արշակոպար։ Ինչ ընկել է այս թեմաների մեջ շատ է փոխվել։ Մյուս կողմից էլ մտածում եմ ում գլխին այսքան սարքեն, որ չփոխվեր մնար նույնը։ Էդո ջան, հո սարքելով չի։ Պետք է ապացուցեն, չէ։ Արշակոպար, իսկ եթե ուրիշ ապացույցներ կամ կասկածյալ չգտնվի, ձևադատ են, չէ՞ նորոյին։ Չէ, տենց ոնց կլինի։ Պետք է ապացուցեն, չէ, նորոյի մեղավորությունը։ Ես չգիտեմ ինչ մտածեմ։ Բայց ես կզբաղվեմ այդ գործով։ Ես զանգել եմ փաստաբանին, ինքը արդեն զբաղվում է։ Շատ ավելի լավ։ Բայց եթե զգաս իմ օգնության կարիքը անպայման ինձ ասա։ Ես կարամ նենց օգնեմ, որ նորոն չիմանա։ Լավ, ապրես։ Լավ, դե կապի մեջ կլինենք, ես գնամ։ Սպասի, ես էլ եմ գալիս, պիտի Ալինային շոր բերեմ։ Լավ, դե գնացինք։ Խանութ էիր գնացել, թե ժամադրության։ Էս ինչ ծաղիկներ են։ Սիրունա, չէ։ Հա, բայց ում կողմից է։ Դելանա, որ տանից դուրս եկած անոթներիցս մեկը զանգեց։ Ինքն էլ վաղուց Հայաստանում չէր։ Հանդիպեցինք, ինձ ծաղիկներ նվիրեց։ Ու հացի մասին էլ լրիվ մոռացա։ Կարող է նորոյի հետ ես հաշտվել, չես ուզում ասես։ Չէ, ուղղակի ես տեսարանը տեսնելուց առաջինն էդ մտքովս անցավ։ Լանա նորոն իմ կյանքում չկա ու էլ չի լինելու։ Իրա թեման իմ համար վերջնական փակ է։ Ու եթե անգամ ինքը որոշի ինչ-որ քայլ անի, ես հաստատ իրա կողմ էլ չեմ նայելու։ Կխնդրեի, որ էլ իրա անունը երբեք չտաս։ Հասկացա, կներես։ Արշակը ճիշտ է ասում, որ այս կյանքը չի սկսելու վերջացել նորոյով։ Ու լինում են պատահական հանդիպումներ, որ գնալով ավելի հաճելի են դառնում։ Ուղղակի պետք է հնարավորություն տալ այդ պահերին։ Ու հաստատ ոչ մեկը այդքան չարժի, որ մոռանաս իրական արժեքների մասին։ Ինչ պատահական հանդիպում, Մագդա։ Էն տղանա նվիրել ծաղիկներդ։
Ագդա ինչ ես ակնարկում։ Ով ա նվիրել ծաղիկները, Մագդա։ Նորը անտանելի ես, դու ուղակի անտանելի ես։ Այս կյանքում ամեն ինչ չափ ու սահման ունի, կլինի էդ հասկանաս։ Ու հետո կասես քեզ ինչի է հետաքրքրում, ես ինչ կմտածեմ։ Չես հասկանում, որ իմ համար մեկ է, դու Հասմիկի հետ ես եղել, թե չէ։ Խնդրում եմ քեզ, գնա, մոռացի ինձ, մոռացի այս տան հասցեն։ Խոսք եմ տալիս։ Ես ամեն ինչ կանեմ, որ մենք էլ երբեք չհանդիպենք։ Մագդա, հա, մենք չենք հանդիպի։ Բայց ես ուզում եմ, որ դու հավատաս ու հասկանաս, որ ես քո հանդեպ կեղծ չեմ եղել։ Դու սխալ ես մտածում, սխալ ես վերլուծում ամեն ինչ։ Ես քեզ արդեն ասացի, որ իմ համար ամեն ինչ մեկ է։ Մագդա, Նորը թող։ Կլինի թողնես ինձ։ Արդեն ասեցի, որ հին ծանոթներիցս մեկում երկար ժամանակ չէի տեսել։ Մագդա, դու հասուն ու խելացի աղջիկ ես։ Դու պետքա հասկանաս, որ քո կյանքում կլինեն մարդիկ, ովքեր կուզեն օգտվել քո բարությունից ու քո պարզությունից։ Դու ընդհանրապես պետքա դա թույլ չտաս։ Լանա, ինչի է քեզ թվում, որ ինձ անդադար ուզում են խաբեն ու հիմարացնեն։ Ինչի ես ուզում, որ ես անդադար զգուշանամ։ Կա դրա կարիքը։ Ուղղակի չեմ ուզում, որ սխալվես։ Ու չեմ ուզում, որ երկրորդ անգամ նորից հիասթափվես։ Նորոն ինձ շատ լավ դաս տվեց։ Ու ես երկրորդ անգամ ուղղակի ինձ չեմ հարգի, եթե նորից կոտրվեմ ու կյանքից դռները փակեմ երջանիկ լինելու առաջ։ Ինձ արշակը ասել է, որ այս կյանքը հիմնված է կեղծ ու շիտակ հարաբերությունների վրա։ Ու նորմալ է, որ քո կյանքը մեկի հետ չստացվի։ Այդ չի նշանակում, որ հաջորդի հետ էլ նույնը լինելու։ Լանա, ես ունեմ այդ հոգեբանությունը ու հաստատ երկրորդ անգամ չեմ կոտրվի։ Հա, դժվար է։ Դժվար է, որովհետև ամեն դեպքում սիրել եմ ու կորցնում եմ։ Բայց եթե ոչ մի բան չես կարա փոխես, ուղղակի պետքա իրականության հետ հարմարվես։ Լավ, ես գնամ ծաղիկները ջրի մեջ դնեմ։ Պատասխանի։ Այ Կարեն։ Կարեն, պատասխանի։ Ալին, կներես ինձ, էլ ես եմ մեղավոր։ Իմ մեղքով եղավ, պիտի չթողնեի մենակ։ Այլ մի հատ հանգստացի, հա։ Ես էի, չէ՞ քեզ ասել, որ գնաս։ Հիմա կարևորը լավ եմ արդեն։ Շատ ես վախեցել։ Դե չեմ խափի, հա, մի քիչ։ Բայց որ արևի պապան չլիներ, չգիտեմ ինչ էի անելու։ Էլ ուժ չունեի ես։ Էլ երբեք քեզ մենակ չեմ թողնելու, Ալինա։ Ու փորձվել ես համոզել ես։ Միջակայք լուրջ է, Ալին։ Զգացի։ Այդ դու արևի պապային ճանաչում ես, չէ՞։ Հա, ինչի՞։ Դե այդ մարդուն ուզում եմ գնամ շնորհակալություն ասեմ, չմտածի անշնորհք եմ։ Դե հեռախոսով տեսա, որ վատ եմ ինձ զգում ու մի անգամից եկավ։ Չգնամ ասեմ շնորհակալություն։ Այս երկու օրը հյուր գնանք էլի իրանց։ Կքննարկենք, Ալին։
Հիմա դրա ժամանակը չի։ Այդ ինչ պիտի քննարկես։ Ես սենց թնենց գնալու եմ ու այդ մարդուն ասեմ շնորհակալություն։ Ալինես, մենք արդեն քո փոխարեն ասել ենք շնորհակալություն Արևի պապային։ Կարիք չկա, որ դու ասես, մենք տուն կգնանք։ Էլ բայց ինձ է չէ օգնել։ Երեխեք լավ վերջացրեք, ասացի, հետո կխոսանք։ Մտածում եմ սպանեմ իրան, թե թողնեմ տուն հասնի։ Լսի, որ սպանեմ մեր գործը ավելի է հեշտանալու, չէ՞։